Գույքագրումը միշտ էլ եղել է մարտահրավեր, երկու կողմերի համար էլ։ Վատագույն դեպքում այն իրականացվում է խմիչքները չափման տալաների մեջ լցնելով եւ այլն։ Եվ դեռ հարց է, թե որքան է դա նվազեցնում խմիչքների որակը։ Ի վերջո, դա ազդում է վարձատրության վրա, քանի որ գույքագրումը նույնպես բարմենների եւ անձնակազմի պարտականություններից է, ինչը հստակ նշված է պայմանագրերում։ Սակայն ինչ են անում կառավարիչներն արդյունքում։ Նրանք վճարում են գործողությունների համար, որոնք որևէ իրական արդյունք չեն տալիս։ Աշխատակիցները մնում են մինչև ուշ գիշեր, երբեմն մինչ առավոտ, իսկ արդյունքը ոչինչ։ Բարքընտրոլի շնորհիվ այս խնդիրը լուծված է։ Համակարգը կառուցված է այնպես, որ գույքագրումը տևում է ոչ ավել քան 1 ժամ կամ մի փոքր ավել։ Անձնակազմը հստակություն ունի, այսինքն չկա նախկին անորոշությունը, որ հանկարծ ինչ-որ բան այն չի լինի, եւ մենք նորից կկանգնենք կոտրած տաշտակի առաջ։ Այն, ինչ նախկինում պահանջում էր 5-ից 6 ժամ, այժմ կարելի է անել մոտ 1 ժամում, գուցե մի փոքր ավել եւ վերջ։ Կախված է խմիչքների քանակից եւ բառի չափից։ Վերջում միանգամից ստանում ենք ավտոմատ ստեղծված գույքագրման փաստաթուղթ, ֆինանսական հաշվետվություն, որը հնարավոր է 1 կոճակի սեղմումով ուղարկել ֆինանսական բաժին։ Երբ սկսում ես օգտվել ու համեմատել, հասկանում ես, որ սա այն գործիքն է, որը միշտ անհրաժեշտ էր, պարզապես չգիտեիր դրա գոյության մասին։ Не знаю.